Նիկոլ Փաշինյանի քաջարի ջանքերը վկայակոչելով Մակրոնը ակնարկում է, որ հայկական կողմը էլի պիտի զիջումների գնա կամ իջեցնի նշաձողը հայ-ադրբեջանական բանակցային Դրա համար է դելիմիտացիա դեմարկացիա այդ գործընթացը ինչ որ սառեցված վիճակում։ Չեմ կարող կոնկրետ այդ դրվագ ասել։ Տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանին Մակրոնը դրդում է եւս մեկ անգամ նշաձող իջեցնել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում։ Իսկին կատարել Բաքվի նախապայմանները, ու այդ համատեքստում էլ քարտ բլանշա տալիս նրա ավտորիտար կամ տոտալիտար քայլերին երկրի ներսում։ Հիշեցնեմ, որ Մակրոնը արդեն մի անգամ օրդորել է Հայաստանի իշխանությանը իջեցնել նշաձողը հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում կամ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում։ Ինչ եղավ հետո բոլորս գիտենք 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Մակրոնը եւ Միշելի քավորությամբ Ալիևն ու Փաշինյանը ստորագրեցին Պրագայի քառակողմ հայտարարությունը, որը ըստ Արցախի կործանման համար կանաչ լույս դարձավ։ Հիմա այս օրինակ հետաքրքիր է խաղաղության եւ բաց սահմանների ինչպիսի պարամետրեր է առաջարկում Մակրոնը։ Հասկանում եք որտեղ տպավորություն, հա, որ իրենք Նիկոլ Փաշինյանի երկրի ներսում այս գլոբալիստական արևմուտքի մասին եմ ասում, քարտ բլանշ են տալիս, ինչ ուզում է Սարա տարբերակով, դրա անուն էլ դնում են այդ այլանդակությունների անուն դնում են ժողովրդավարություն, Փաշինյանից ակնկալելով, որ նա հերթական ստորացուցիչ զիջումները պետք է անի Ադրբեջանի ուղղությամբ։